1919 թվականի ապրիլին Երևանում հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել։ Ժողովուրդը դիմավորում էր զորավար Անդրանիկին եւ նրա հայկական առանձին հարվածող զորամասի մարտիկներին։ Վանտոս թերթը հարց է տալիս. ինչ է այս մարդու հմայքը, որ զինքը պաշտելի դարձուցեր է համայն հայության, եւ պատասխանում. դրա անկեղծությունը եւ անձնվեր հայրենասիրությունը։ Մեկ տարվա ընթացքում Անդրանիկն ու իր մարտիկները կռվել էին Հայաստանի տարբեր շրջաններում, Նախիջևանից մինչև Ղարաբաղ ու Զանգեզուր, պաշտպանել բնակչությանը եւ փրկել տասնյակ հազարավոր գաղթականների։ Սակայն նրա վերջին կռիվը Ղարաբաղում կիսատ մնաց։ Բրիտանական հրամանատարությունը զգուշացրեց, որ ռազմական գործողությունները կարող են վտանգել հայկական հարցի քննարկումը Փարիզի վեհաժողովում։ 1919 թվականի մարտի վերջին Անդրանիկը ստիպված էր դուրս բերել իր զորքը Ղարաբաղից։ Դժվար ու ձյունապատ ճանապարհով զորամասը շարժվեց դեպի Զանգեզուր, Դարալագյազ եւ հետո Էջմիածին, ճանապարհին օգնելով գաղթականներին ու որբանոցներին, բաժանելով վերջին պարենն ու միջոցները։ Էջմիածնում նրան հրավիրեցին Երևան պետական ընդունելության, սակայն Անդրանիկը հրաժարվեց։ Նա կոշտ ու անհանդուրժող դիրքորոշում ուներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ։ Նրանց հակասությունները հասան իրենց գագաթնակետին։ Զորավարը չէր ընդունում քաղաքական զիջումները, հատկապես Ղարաբաղի հարցում, եւ չէր վստահում Երևանի կառավարությանը։ Հերոս ժողովրդի համար եւ խնդիր իշխանությունների։ 1919-ի ապրիլին Անդրանիկը ընդմիշտ հեռացավ Հայաստանից։